Գիրք ծննդոց, գլուխ 17, թլպատություն ուխտի նշան։ Եվ երբ Աբրամն 99 տարեկան էր, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. Ես եմ ամենակալ Աստվածը, իմ առաջ քայլիր ու կատարյալ եղիր, և ես իմ ու քո միջև ուխտ եմ դնում, և քեզ խիստ բազմացնելու եմ։ Եվ Աբրամը երեսի վրա ընկավ և Աստված նրա հետ խոսեց ասելով. Ահա իմ ուխտը քեզ հետ է, և դու բազում ազգերի հայր ես լինելու։ Եվ այսուհետև քո անունը Աբրամ չի լինելու, այլ քո անունը Աբրահամ է լինելու, որովհետև քեզ շատ ազգերի հայր դարձրի։ Եվ քեզ խիստ շատ պտղաբեր եմ դարձնելու, և քեզ ազգեր եմ դարձնելու, և քեզանից թագավորներ կսերեն։ Եվ կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո միջև, և քեզանից հետո քո սերնդի միջև, իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ ես Աստված լինեմ քեզ համար, և քեզանից հետո քո սերունդների համար։ Եվ քեզ և քեզանից հետո քո սերնդին տվեցի քո պանդխտության երկիրը, այսինքն Քանանի ամբողջ երկիրը, որպես հավիտենական ունեցվածք, և նրանց Աստվածը կլինեմ։ Եվ Աստված ասաց Աբրահամին. Իսկ դու պահիր իմ ուխտը, դու և քեզանից հետո եկող սերունդներն իրենց սերունդներում։ Սա է իմ ուխտը, որ պետք է պահեք, իմ և քո միջև։ Եվ քեզնից հետո քո սերնդից ձեր բոլոր արու-զավակները պետք է թլպատվեն։ Պիտի թլպատեք ձեր անդամների թլփիկները, և սա ուխտի նշան կլինի իմ ու ձեր միջև։ Եվ ձեր բոլոր սերունդներում ձեր մեջ եղող ամեն 8 օրական արու պետք է թլպատվի, ինչպես ընդոցինը, այնպես էլ որևէ օտարից արծաթով գնվածը, որ քո սերնդից չէ։ Քո ընդոցինը և քո արծաթով գնվածը անպատճառ պետք է թլպատվեն, և իմ ուխտը ձեր մարմնում հավիտենական ուխտ լինի։ Եվ անթլպատ արու զավակը, որի թլպիկը թլպատված չէ, այդ անձն իր ժողովրդից պետք է կորչի։ Նա խախտել է իմ ուխտը։ Եվ Աստված ասաց Աբրահամին. Իսկ ինչ քո կնոջը Սարային է վերաբերում, նրա անունը Սարա չկոչես, այլ Սառա է նրա անունը։ Եվ ես օրհնելու եմ նրան, նաև նրանից մի որդի եմ տալու քեզ, հիրավի օրհնելու եմ նրան, և նա ազգերի մայր է լինելու, ժողովուրդների թագավորներ են ծագելու նրանից։ Այն ժամանակ Աբրահամն երեսնիվայր ընկավ ծիծաղեց և իր սրտում ասաց. Արդյոք 100 տարեկան մարդուց զավակ կլինի, և 90 տարեկան Սառան կարո՞ղ է ծնել։ Եվ Աբրահամն ասաց Աստծուն. Օ, եթե Իսմայելը կարողանար ապրել քո առջև։ Եվ Աստված ասաց. Իրապես քո կինը Սառան որդի է ունենալու քեզ համար, և նրա անունն Իսահակ ես դնելու, և ես իմ ուխտը կհաստատեմ նրա հետ, որպես հավիտենական ուխտ, և նրանից հետո նրա սերնդի հետ։ Ինչ Իսմայելին է վերաբերում, լսեցի քեզ։ Ահա օրհնեցի նրան, կաճեցնեմ և խիստ շատ կբազմացնեմ նրան։ Նա 12 իշխաններ է սերելու, և նրան մեծ ազգ եմ դարձնելու, բայց իմ ուխտը հաստատելու եմ Իսահակի հետ, որին քեզ համար Սառան կծնի եկող տարի այս ժամանակ։ Եվ նրա հետ խոսելը վերջացրեց, և Աստված Աբրահամի մոտից վեր գնաց։ Եվ Աբրահամը վերցրեց իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոցիններին և իր բոլոր դրամով գնվածներին, Աբրահամի ընտանիքի բոլոր արու մարդկանց, և հենց նույն օրը նրանց թլիփը թլպատեց, ինչպես Աստված ասել էր նրան։ Եվ Աբրահամն 99 տարեկան էր, երբ նրա թլիփը թլպատվեց։ Իսկ նրա որդին Իսմայելը 13 տարեկան էր, երբ նրա թլիփը թլպատվեց։ Հենց նույն օրը թլպատվեցին Աբրահամը և իր որդի Իսմայելը, և նրա տան բոլոր մարդիկ, ընդոցին, թե օտարականներից դրամով գնված, նրա հետ թլպատվեցին։